Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ հրապարակախոս վերլուծաբան Հակոբ Նալբանդի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Նալբանդ։ Բարև ձեզ, բարոն Գերագոսյան։ Պարոն Նալբանդ, ինչպես եք մեկնաբանում մեր հարևան պետություն Իրանի վրա Իսրայելի հարձակումները, ընդհանուր գնահատական, եթե տակ իշխող դիրքում այս պահի դրությամբ ճիշտ է իրավիճակը անընդհատ փոխվում է, բայց այս մեր զրույցի ընթացքում իշխող դիրքում ով է գտնվում, Թեհրանը թե Թել Ավիվը։ Այս գուզեմ սեր որ այս process ինչ որ դեպի կունենա արաբական կառնան դրամապանական շարունակությունն է։ Արաբական կառնան հիմնական նպատակները մեկը հասնել էր դեպի Տահրան, դեպի Իրանյան ռեժիմի դապալմանը։ Իսկ հիմա եւ այդ process-ը կշարունակվի, մենք չմոռանանք 2003-ին նախագահ Ջորջ Բուշի հայտարարած նոր եւ մեծ միջին արևելքի ծրագիրը դեռ կշարունակվի դակավին, ընթացքի մեջ այդ ծրագիրը երբեք այդ ծրագիրը ամերիկան հետ կա չեն հետած, բայց հիմա ինչ կմնա զինվորական մարտական թիրքերուն ամեն վարյա փոփոխություն դեպի ունենա, իսկ կան էլեկտրոնային մենք նոր ծևի, նոր սերունդի պատերազմի դեմ կանգնած ենք Նարեկ ջան։ Այսինքն երկիրներն որ իրար մեջ շատ հերույն ինձ գիտեք ինչ գիհեցն աս պատերազմը 1980-ներում տեղի ունեցավ Անգլիա եւ Արժենտին պատերազմը Ֆոլքլանդի մեջ ուղղակի այնտեղ զինվորական կոնկրետ ճպում կար հիմա լրիվ ուրիշ պատերազմ է նույնիսկ երկիրներ իրար հարևաններ չեն շատ մոտավորապես 2000 մետր քառակուսի հեռավորությունն է իրար մեջ բայց այսպես նոր սերունդի պատերազմի առաջ մենք կանգնած ենք հիմնական հարձակվող դիրքի վրա կգտնվի Իսրայելը, իսկ Իրանը կպաշտպանվի եւ մեկ հրթիռներ կուղարկի, բայց ինչքան դարողություն ինչքան է Իրանի հրթիռներով հասնելու, Իրանը սահմանապակ թիվերով հրթիռներով կգարտեն, այսօր մենք չմոռանանք Իրանի արտաքին գործերով նախարար Աբբաս Արաղչին հայտարարություն տա, որ իրենք պատրաստ են սեղաննստելու, բայց շատ վտանգավոր հայտարարություն է, այդ հայտարարության մեջ ցակուն ինչ որ իմաստ կա որ պատերազմը շարունակվելու է, որովհետեւ ինքը սա որ գորիզոնի ռումբի մասին մենք կրնանք հրաժարվել դուք արդեն մեկին հրաժարված եք Ամերիկայի Միացյալ Նահանգներու նպատակը այդ մեկը չէ ընդհանրապես միջազգային հանրության նպատակը Իրանի գորիզային եւ միջուկային ծրագրի վերջ տալն է Իրանը պետք է ուրան չհարստացնեն նույնիսկ 3% չեն թույլատրել ես կգարձեմ որ հիմա այսօր նախագահ Թրամփը կուզե միջամտել բայց կգարձեմ պատերազմը մինիմումի 10 օր տևելու է Իրանը լավ ձունգի բերելի են վերջը հրավերու է բանակցություններու սեղան իսկ Իրանը որ սեղան պիտի նստի բանակցություններու շատ պիտի դարբերվի Իրանեն որ 10-15 օր առաջ մենք կտեսնեին պիտի մենք մեր արժեվ տեսնենք եթե կապիտուլացիա չլինի կարծեմ մեծ շատ մեծ տերմին է կապիտուլացիան Իրանի նկատմամբ բայց կգարձեմ Իրանը ծևով պիտի կա եւ միջազգային հանրության Ամերիկայի Միացյալ Նահանգներու պայմաններով պայմանակիրը կնքվի միջուկային որ միան Հայաստանը շահելու է եւ որ Իրանը պայմանակիրը կնքե հաստատ դարաշրջանի մեջ գտնուկ լարվածությունը ջնշումը բացելու է ջնշումի բացումը նվազումը անպայման տնտեսապես անդրադառնալու է դարաշրջանի երկրներու վրա իսկ Հայաստանը մենք չմոռանանք որ շատ հավակնոտ ծրագիր ունի Հյուսիս հարավը իր ստրատեգիական աշխարհակաղակական արժեք քանի անգամ ավելի բարձրանալու է դուք տեսեք Նարեկ ջան ինչպեսի նոր դիրքորոշումներ դեղի ունենան մեր աչքը թողնա Պակիստանի վրա Պակիստանը երեք հայտարարեց որ Իրանի գողն է ամնացորդ օրեն իսկ այսօր արդեն դերակցություններ կա որ հատուկ տարայություններով Պակիստանը արդեն հրթիռներ կմատակարարի Իրանին աստեղ շատ մեծ հագասություն կոնտրաստ կա գիտեք մենք գիտենք Պակիստանը եւ Ադրբեջանը իսկապես ճշտամի երկիրներ են Իրանին եւ Իսրայելին Երևի դարաշրջանային նոր դասավորումները ճիշտ կգարտան մենք չմոռանանք Իրան Հնդկաստան հատուկ կապ կա Չաբահարեն դեպի Իրանյան նավահանգիստներ դերացկող իսկ անգերեն դեպի Հայաստան, Վրաստան, այսպիսի հավակնոտ ծրագիրներ կան։ Իսկ Պակիստանի այսօր դրուկ շրջադարձը շատ մեծ բան մեզի գուշե որ արդեն դարաշրջանի մեջ ինչ որ խաղացողները պիտի փոխվին, առաջնորդները փոխվելու են Ադրբեջանի մենք Բայրամովի հայտարարություններն արտեսնենք, շատ զսկուշ էին, բայց ես մեկ զարմանքով մեր արտաքին գործերով նախարարության հայտարարությունը լսեցի, իսկապես ոչ պրոֆեսիոնալ հայտարարություն էր, իսկապես պետք է այդպիսի հայտարարություն չկատարեի զատ գոշտ թիրքորոշում արի Իրանի կողմը պետք է այդպես չլար ընդհանրակ իրենք պետք խաղաղության գոչ ուղեն երկու կողմերում մեկ այս պատերազմի կողմը չենք մենք չեզոք դիպ պետք է բնենք մեր արտաքին գործերով նախարարությունը շատ
չեմ գիտեր ինչ նկատառումներ են մեկնած ասպիսի սուր հայտարարություններով, բայց ես իսկապես զարմացար եմ այդ սուր հայտարարություններով ապա դոկտոր Նախարարության Նարեկ ջան։ Տեսեք, թեժանում է պատերազմը գնալով ամբողջ գիշեր ըստ հրապարակումների Թեհրանն ու Թել Ավիվը հարվածներ են հասցրել միմյանց, ինչքանով է հնարավոր, որ տարածաշրջանի պետությունները եւս կներքաշվեն այս պատերազմների մեջ եւ հատկապես ինչքանով է հավանական Իսրայելի դաշնակից Միացյալ Նահանգների ուղիղ ներգրավվածությունը։ Այո, ես կուզեմ վերջին հարցումն սկսեցեք Միացյալ Նահանգներու ներքաշվելը ուղիղ համեմատական է Իրանի քայլերու հետ։ Եթե Իրանը սխալ քայլերու թիմը է դարաձգությունների մեջ, գիտեք, Բահրեյնի մեջ, Քուվեյթի մեջ, Կատարի մեջ, իսկ Կատարի մեջ Ամերիկան ամենամեծ բազանգը գտնվի դարաձգությունների եւ ընդհանրապես աշխարհի մեջ այնտեղ որտեղ 10-15,000 ամերիկյան զինվոր կա։ Իրանը այսպիսի ռիսկի երբեք չի դիմել, որ հարված է, բայց ուրիշ սխալ վտանգավոր երևույթ կրնալ զարգանա դարաձգությունների մեջ Իրաքի տարածքի վրա։ Իրաք այս առումով Նարեկ ջան բանալի երկիր է շատ յուրահատուկ է Իրաքի դիրքորոշումը։ Մենք գիտենք Իրաքի մեջ վերջերս կառավարությունը նոր կառավարություն ձևավորվեցավ Իրաքը 2005-ին վեր ունի հատուկ ամերիկյան սահմանադրություն Բրեմերի ցերկով գրված ես կուզեմ քիչ խոսել այդ մասին եւ որմեն ակին եզրակացություն կմանգնել Իրաքի մեջ նախագահը քուրդ պետք է լա իսկ խորհրդարանի նախագահը պետք է սուննի լա իսկ հիմնական ուժը կորտացի շիաներու ցերն է հիմա շիաները մեծամասնություն Իրաքի մեջ իսկ Իրաքի մեջ հիմա այդպիսի ուժեր կան որ նոր վարչապետը Սուդանին այդքան Իրանամեջ մենք չմոնանք ինչպիսի աղետներ որ այդ ժամանակին Նուրի Մալիկին Իրաքի վարչապետն էր որը լրիվ Իրանյան դաշտի մեջ կխաղար Իրաքը դարձած նման Իրանի սուր զենքը հիմա տեսեք փախումներ կան Սիրիա մենք մեր աչքերեն կփախի երկու օր շատ մեծ փախումներ կան Իրաք-Սիրիա սահմանի վրա որով իրաքյան հաշտի շաբիները որով իրանյան ուժեր են գահարված են սուրիական զորքերը դերձորի մոտ իսկ ամերիկյան օտուժը որ դարածքի վրա գտնվի հարվածեց որովհետև պատճառը այդ է որ Սիրիանի օտային դարածքը բացավ եւ Սիրիայի վրայով Իրաքի վրայով իսրայելյան օտանավերը թափանցեցին դեպի Իրան իսկ հորտարան ապիսի փանջրա հորտարանը հայտարարեց որ ցանկացած թրջող ապսե թրջող սակ իջեցնելու է հորտարան հոբերը այդպիսի այս կողմնակի բادرազմը հիմնական այս է իսկ տարածաշրջանային մեծ բادرազմ Նարեկ ջան դժվար որ դեղի ունենա հիմնական մեծ խաղացող ապտեղ Սաուդի Արաբիան է իսկ Սաուդի Արաբիայի տակնաժարանքը շատ բալանսավորած հայտարարություն կդարեց իսկապես ոչ մեկի շահերեն չպետք է տարածաշրջանային բادرազմ ամեն մեկ երկիր մեծ վիզիոններ ունենա Սաուդի Արաբիան ունի 2036 վիզիոնը իսկ հիմա դեղի կունենա աչքերը հերու շատ մեծ մարտահրավերական մարդկային աղետ գիտեք արաբական իսլամական աշխարհի բայրամն էր քանի օր առաջ եւ բազմա 100,000-անոց իրանցի հաջիներ գնացել են Մեքքե եւ Մեդինե հաջի դառնալու հիմա ճանապարհները փակ են մարդիկ կախված մնացել են Սաուդի Արաբիայի մեջ երեք նախագահ Պեզեշկյանը ուղղակի գաբ ունեց հերախոսագաբով խնդրեց որ Սաուդի Արաբիան դեր դիրական գտնի հաջիներուն եւ իսկապես արդահարտ իրավիճակ հայտարարեց Սաուդի Արաբիայի մեջ եւ Անոր համար է որ ես կգարձեմ որ այս դարաձգությունային փախում չի դեղի ունենալու նույնիսկ Իսրայելը չուզեր մեկը որովհետեւ մեկ փախումը մեծ դարաձգությունային փախում եթե ունենա անպայման Իսրայելը վնասվելու է որովհետեւ դակավին պրոքսիները իրանյան որոշակի ուժեր ունեն սահմանափակ հարցը Հեզբոլլահի մասին է ինչքան է Հեզբոլլահին զսկուշացուցին որ չմտնաս հարցին խուսիները կան ապտեղ մենք չմոնանք որ խուսիները ունին հիպերսոնիկ հրթիռներ որոնք 2000-2500 քեր ճշտությամբ գնան իրենց տիրախները հարվածել ես կգարձեմ որ քանի մոնալ գծկած պատերազմը լավ ձևով իրանյան ռեժիմը հիմքերը կխախտվին եւ վերջը ուկա իրանցիները բանակցությունները սկսելու եւ արդեն ամերիկյան պայմաններով ստորագրվի միջուկային պայմանակիրը Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հրահանգել է տարհանման ծանուցումներ ուղարկել Թեհրանի այն բնակիչներին, որոնք ապրում են զենքի արտադրության գործարանների կամ միջուկային օբյեկտների մոտ։ Սա ինչ է նշանակում, որ ավելի է, հա, Թեհրանի վրա հարձակումները ակտիվանալու հատկապես որ նույն պաշտոնյան պաշտպանության նախարարը Իսրայելի ավելի վաղ էլ ասել էր որ Թեհրանը կրակի է մատնելու եթե Իրանը շարունակի հարձակումները ընդհանուր ինչ կարող է տեղի ունենալ այսինքն հնարավոր է Թեհրանից մեծ արտագաղթ սկսվի
Հիմա տեսեք հագասական լուրեր շատ կան, օրինակ Նետանյահուն հայտարարեց, որ մենք սա իրանյան միջուկային ուսումնասիրական կենտրոններու սիրտը հարվածեցին, իսկ իրանցիները գսեն ոչ մեկ վնաս չեն հաստատված։ Մեզ հետաքրքիր է քիչ առաջ Մագադեի ղեկավարի Ռաֆայել Գրոսայի հայտարարությունը, գսե դակավին Ֆորդոն եւ Արաք ամենալուրջ, ամենածանրագշիռ ատոմագայաններն են եւ այնտեղ մեծ ուսումնասիրություններ կդարվին, գսե այդտեղ դակավին վտանգավոր բաներ չկան, ինչ որ ջարակայթումներ չկան, արտանետումներ չկան ջարակայթային, երևի հոգեբանական ճնշումը, բայց ես կգարտեմ ավելի պիտի Իսրայել այլևս կենտրոնանա ենթակառուցվածքներու վրա, օրինակ էլեկտրոգայաններու վրա, չրադար խոհբատներու վրա եւ Իսրայելի հետին նպատակն է որ Իրանի ժողովուրդը կրկրե ռեժիմի դեմ։ Մենք չմոռանանք երեք Նետանյահուն նույնպես հայտարարեց որ պատմական առիթ եկած է Իրանի ժողովուրդ 50 տարի ճնշման տակ եւ ադենն է արդեն դաբալել Իրանի 19-րդ տարվա ռեժիմը։ Իսկ ինչ կմնա Իսրայելի, տեսեք Իսրայելի Բեն-Գուրիոնի օտագային արդեն փակված է բոլոր օտանավները դեղափոխված են ապահով տարածքներ գսի դեպի Կիպրոս եւ ամենահետաքրքրական բաները մեկը Նարեկ ջան Դեյմոլը Գորիզային ատոմագայանը որ գտնվի Իսրայելի մեջ անաբադի մեջ այնտեղն գսի որ հրթիռները Գորիզային հրթիռները նույնպես դեղափոխված են մինչեւ հասած են Անգլիա։ Այդպիսի վտանգավոր դրություն է, բայց ես կգործեմ, որ ոչ մեկ այդպիսի ռիսկի չի դիմեր եւ ուղղակի ատոմագայիններ, գորիզային կենտրոններ չեն հարվածելու, որովհետեւ իսկապես մարդկային աղետ դեղի կունենա, բոլոր դարաշրջանը կխանգարի, մեջ գալով Հայաստանը, որովհետեւ այլևս որ ջարակայթումը սկսի ջարակայթումը մենք այդքան էլ հերու չենք ինչ որ Նաթանզեն կամ Խոֆորդոյեն կամ Արաքեն կամ դարբեր ատոմագայիններն ասված ոչ չէ որ այդտեղ ասում։ Ես կգարտեմ հոգեբանական ճնշում է, բայց զինվորական այո գետրոններով վրա հարվածներ կհասցնեն Իսրայել, ամբողջ օրը Թավրիզ հարվածեցին, Տեհրան հարվածեցին, հետևը ես ամբողջ գիշերը։ Իսկ ինչ կան է հավանական այն սցենարը, որ էլի թիրախավորվեն բարձրաստիճան պաշտոնյաներ։ Տեսեք, այս սցենարը մենք Իրանի մեջ տեսած ենք, Նարեկ ջան, երբ որ Հեզբոլլահի առաջին դասի ղեկավարները ոչնչացան, քանի որ հենց պատերազմի առաջի օրը տեսանք, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները բանակի հետ կապված միանգամից առաջին իրենք ոչնչացրին։ Այո, հիմա կա նոր նշանակումներ, ինչքանով է հավանական, որ Թել Ավիվը էլի նրանց կթիրախավորի։ Եվ նույնիսկ թիրախավորեց Թել Ավիվը, մենք չմոռանանք, որ Հասան Նասրալլահը սպանվեցավ, ամբողջ երկրորդ օր համիջավ նոր վերանշանակի եւ այդ սպանեցին։ Ես տեսեք ինչպիսի մեծ դեղ արդահոս կա ինֆորմացիայի Իրանի բոլոր ապահովական մարմինները, հետախուզական մարմինները թափանցված են Մոսադի կողմից։ Եվ պատկերացրեք ինչպիսի մեծ տեխնոլոգիայով նինջա գոչվող փոքրիկ այդ հրթիռներով նույնիսկ դուները կմտնեն տանապները կբացին եւ տանապներով սպանվին այդ մեծ պաստորաժան սպաները։ Ես կգարձեմ որ վերջը հեղափոխական կորպուսները արդեն ահագին ուժ գործունեություն վերջը Իրանի բանակը գիտեք Իրանի մեջ երկու ուժ կա հիմնականում հեղափոխական կորպուսները որ իսկապես այդ ռեժիմի բահաբաններն են եւ կա իսկական բանակը դեռ բանակը կգարձեմ իր խոսքը չէ ասած հեղափոխական ռեժիմներու հիմա վրա կենտրոնացած է Իսրայելի իր ամբողջ ուժով ամբողջ իր կապասիտետը դարողությամբ իր լրատվամիջոցներով իր լրտեսական ցանցով տեսնենք ինչ կգադարվի բայց ես կսպասեմ որ քանի մոր ալտերբիլի դեպիած հարվածները ասին ապեր չէ որ Իսրայելը եթե սկսած են մինչև վերջ պիտի տանեն ասմեր որովհետև Նետանյահու եթե ասմերն չգնան մենք գիտենք Նետանյահու քանի մոր առաջ պատերազմը չսկսած 1-2 առաջ էր գարտեմ ապա անիկնավստահության քվեի փորձ կդարվեցավ այնտեղ շատ խորում իմաստեր կային եւ վերջին վարյանին է որ Նետանյահի հետ կոալիցիա գազմող երկու կուսակցությունները հետ կաշվեցան եւ այսպիսի առիթ դրվեցան ես գուզեմ Նարեկ ջան հիշեցնել այդպեսի ճիշտ աշխատի որ հրեական հետախուզական մարմինները վերջին 10 օր ես գհետևեի ամբողջ լրատվամիջոցներում հրեական որոնք շատ լուրջ շատ մեծ մասնակիցներ ունին ամբողջ օրը գխոսեին որ պետք է մենք դեցուկ կենանք Ամերիկային որ գորիզային պայմանագիրը կնքվի եւ մենք չմոռանանք մյուս կերակի Նետանյահուի դու հարսանիքն է իսկապես հրեական մամուլը այդ հարցերով ողողված է մեկ խոսքով ինչ որ մորֆին սրսկեցին Իրանյան հadoop լրատվամիջոցներու երակներու մեջ եւ իրենց գործածներին այդպիսի օպերացիա դյուրին չէ երևի 2 տարվա բես կա որ իրենք այսպիսի հանգարտ
ջուրի երես էր ավա ծրագիրը։ Մենք շատ բան ունենք սորվելու։ Որ ծրագիրը նկատի ունեք, որ շփոթեցրեցին հրապարակումներով։ Շփոթեցրեցին եւ իրենք այսպեսի մեծ ամբողջ առաջին 10-ը մակրեցին։ Ինչ կնշանակի հեղափոխական կորպուսներու ղեկավարը մակրել նույնը Պաշտպանության նախարարը մակրել ձովային ուժերու գլխավոր ղեկավարը սպանել գլխավոր շտաբի մեծը սպանել, ասիկան մեծ օպերացիա է, շատ մեծ դարավությամբ եւ շատ մեծ ուսումնասիրությամբ բծախնդիրորեն։ Այսինքն սա ինչի մասին է խոսում, որ Իսրայելին հաջողվում է հրապարակումներով Իրանի հետախուզությանը, ինչու ոչ նաև գործակալական ցանցին լրիվ այլ բան ներկայացնել եւ լրիվ այլ գործողություն անել։ Սա Իրանի ինչպիսին լինելու մասին է խոսում։ Սա կնշանակի, որ Նարեկ ջան, Իրանը այսեն բդած երկիր է։ Մենք չմոնակ նախագահ Ռայսին երբ որ խոսվեցավ իր ուղղատ վերտալյոթը հելիկոպտերը մենք չմոնանք 14-15 ժամ նույնիսկ չգցան իրանյան GPS-ները դեղի ճշտել։ Այսինքն հիմա չեմ գիտեր դիդավորյալ է կամ դիդավորյալ չէ։ Ես միայն մեկ բան գիտեմ որ երբ որ գրոնական տասը գվերցնե երկրի քաղաքական ղեկավարություն ասպիսի գտանա երկիրը։ Աստեղ մենք սովերու բաներ ունենք ես գհորտորեմ որ այդ գրոնականները սարած գրոնականները կամ պիրանավորված գրոնականները որոնք անընդհատ ժողովուրդը կկրկնեն դուրս ճիշտեն կամ Հայաստանի մեջ գոչ կնեն որ ռազմավարական հեղաշրջում տեղի ունենա իրենք տոդեսնեն ինչպիսի օրվա կհասնի երկիրը որ գրոնական տասը իր քիթը կգողե աշխարհի կյանքի մեջ Իսկ Միացյալ Նահանգներից ինչ սպասել, հատկապես այն ֆոնին, երբ որ Թրամփը սպառնալից հայտարարություն է արել Իրանին ուղղված, որ եթե հարձակվեն ամերիկյան բազաների վրա, ապա շատ վատ է լինելու նրանց համար։ Ես հիշեցնեմ, որ ավելի վաղ Թեհրանն էր հայտարարել Ֆրանսիային, Բրիտանիային եւ Միացյալ Նահանգներին ուղղված իր խոսքում, որ եթե աջակցեն Իսրայելին, ապա բազաներին կհարվածեն։ Հիմա Թրամփը սպառնում է, ինչ կարող է անել Ամերիկան, ինչ քայլերի։ Նարեկ ջան, բաղմուճան ժամանակ մենք լավ իջենք, Pornhub-ը Ճապոնիայի ինչպիսի արտադրած ունեցավ եւ Ճապոնիան Pornhub-ի պատճառով Ճապոնիան երկու հորիզոնալ ռումբ ընդունեց Նագասակին եւ Հիրոշիման։ Ես կգարձեմ Իրանի մեջ հատ կան հասունություն կա որ այդպիսի քայլի չեն դիմել, կգարձեմ Թրամփը Իսրայելը կսպառնա ոչ մեկ այդպիսի ռիսկ չուներ իր ամերիկյան բազաներու վրա թեկուզ մեկ հրթիռն է դե որովհետեւ իսկապես պատասխանը շատ ծանր կլա դա ասած որ այդպիսի օրվա չհասնի այսինքն ապոկալիպսիս կբացի զարգացողանի մեջ եթե այդպիսի բան դեղի ունենա եւ ուրիշ բան կարեւոր Նարեկ ջան ամենակարևոր տնտեսական առումով հորմոզի չրանցքի մասին պետք է մենք խոսենք գիտեք այդ ամենակարևոր չրանցները մեկն է որտեղ են օրական աշխարհի 25% նավթը կմատակարարվի դեղափոխվի այնտեղ խիստ շահեր ունի Չինաստանը արևմուտքը այդպես որ Իրանը մինչև հիմա չի գծավ փակել եւ կարծեմ որ այդ ռիսկն աչեն է դինանց չրանցքը փակելու որովհետեւ մեծ ճգնաժամ կառաջանա աշխարհի մեջ եւ Իրանի եկամուտները գդրուգորեն կբացին եւ որ Իրանը կփակի հորմուզի չրանցքը եւ մենք գիտենք որ Իրանը միակ Իրանյան նավթն է որ միան կմատակարարվի Չինաստանին եւ Չինաստանը այդպիսով մեծ հարված կստանա Չինաստան տնտեսությունը Չինաստանի հիմա շատ զսկուշ է շատ զսկուշ հայտարարություններ կնե դիրքորոշումները Չինական քիչ մը ֆլուի են բարձրապես դատաբարձել Չինաստանը ավելի ուրիշ բան չէ իսկ Իրանը իսկապես կուզե որ Չինաստանի իր ողջ կգենա հիմա հետաքրքրական է Եգիպտոսի դիրքորոշումները ես կուզեմ քիչ հարևաններու մասին խոսել որովհետեւ բادرազմ միան լոկալ բادرազմ չի ասի բոլորը ներկայացված են Եգիպտոսը վերջին տարիներում իսկապես մեծ արաբական աշխարհի մեջ լիդերի իր հատկությունը գործունեություն հիմա արդեն սկսած է Իրանի հետ ֆլորտներ անելու երեք նախագահ Սիսին հայտարարությունով որ մենք անմնացող կողմների ենք Իրանի ողջը չնայած որ Իրանն էր որ շատ մեծ վնաս հասցուց խոզիներու ջամփով Բաբելմանդե որ փակեցին Եգիպտոսի Շուեշի կանալի եկամուտները գտնու այսինքն ինգան 8 միլիարդեն 4 միլիարդ ինգա Շուեշի կանալի եկամուտները այսինքն այդպիսի ֆլուի է իսկապես երկիրները չեն գիտեր ինչ դիրքորոշումներ անել Սարմանալի Եգիպտոսի Պակիստանի դիրքորոշումները իսկ երկիրներ կա որ հստակ է դիրքորոշումները հատկապես Բարսից ծոցի երկիրները որոնք միշտ խուսափին փախումներ են իսկապես այնտեղ փոքր երկիրներ են Բահրեյնի վես երկիր Կատարի վես երկիր Քուվեյթի վես երկիր ոտնագող կերտան այդպես որ ես կգարձեմ որ լոկալ մնալի իսկ էլեկտրոնային բادرազմ եսնել են ֆերտիլներու եւ օտանավներու
Իսկ ինչ եք կարծում, ցամաքայինի վերածվելու հավանականություն կա թե ոչ։ Իսկ ցամաքայինը վերածվելու համար սահման չկա, բարեբախտաբար սահման չունի երկրների դարը։ Իրաքի տարածքը Եթե օգտագործելու։ ցամաքային դերին դուրենալ նարեկ ճանաչ որ Բաշար Ասադը Սուրիայի ղեկավարն էր, այդ ժամանակ հնարավոր է Սուրիային Գոլանեն ջագատացնել կամ Հեզբոլլահը, որ իր քերակույն ուժով էր հնարավոր է մուտք գործել թեպի ջալի, ինչպես որ Հասան Նասրալլահը ասել, կամ Համասը որ Ղազայի մեջ էր շատ մեծ ուտագում ուներ զենքերով, մենք գիտենք Համասը նույնիսկ տունելներն դուրս չեն գնալ, դուրս գալ, հենց դուրս եկան կխփվին։ Այդպես որ ցամաքային հարցակում զերո։ Մենք ասպիսի նոր սերունդի բادرազմ տեսնելու ենք, նայն ինչ կան ցած ազգանքավոր բادرազմ։ Իսկ հնարավոր չի օրինակ Իրանը փորձի, քանի որ զորքի առումով հա ավելի ուժեղ է, թվականակով շատ է, կես միլիոն է կարծեմ Իրանի բանակը, փորձի Իրաքի տարածքը օգտագործել, սա հավանական թե ավելի շատ ֆանտաստիկ է։ Չէ, Իրաքի տարածքը եթե օրինակորեն Իրաք երբեք ասպիտի բան ցույց չտա, Իրաքի մենք չմոռանանք ամերիկյան զորք կա, դեղը ամբարի մեջ Իրաք Սուրիա սահմանի վրա որ այդ սահման միակ ճանապարհն է ասֆալտային ճանապարհը ես լավ գիտեմ, այդտեղ գիտեք մեծ արույցի աչք կոչվող հսկայական ամերիկյան բազա կա։ Սևենք թե անցան Իրաք, հենց Սուրիա մտան Սուրիայի մեջ իրենց դիմավորողի թանկ ամերիկյան բազան։ Այսինքն այդ ճանապարհը լրիվ ամերիկան արդեն առաջ կարած է բազաներ կան, բազաներ ցանված են այդ ու ճանապարհի վրա Թեհրանին դեպի Բեյրութ երկարացկող։ Այդպես բան հնարավոր չէ։ Նույնիսկ Իրաք անցած Սուրիան երբեք ցույց չի տալու, որ իր դարաշկով այդպեսի զորք անցնի։ Եվ Ադրբեջանն ինչ մասնակցություն ունի այս պատերազմին։ Հիմա Ադրբեջանը շատ զսկուշ է, դեսեք Ադրբեջանը երկար տարիներ կուտակեց զենքը, զինամթերքը, վերջերս 40 օտանավ G18-ը գարձեմ Պակիստանին հետ պայմանագիր գրկեց 7 միլիարդ դոլարանոց հանգարց գտեսենք մենք Ջեյհուն Բայրամովի խոհեմ հայտարարությունները, որ մենք երբեք գոմնակի չենք ասպիսի հարցի, մենք գոմ չենք եւ ճիշտ կնե Ադրբեջանը, որովհետեւ այսինքն մեկ խոսքով դեսեք Նարեկ ջան, եթե Իրանը այստեղ շատ վտանգավոր բան Ադրբեջանի հետ կապված, եթե Իրանը հանգարց Միացյալ Նահանգներու հետ, միջազգային հանրության հետ ինչ որ խաղաղության պայմանագիրը հասնի ու կպատկերացրեք Ադրբեջանի ջեոպոլիտիկ ինչպիսի արժեքը կգործվի Ադրբեջանի, այսինքն այլևս կներեք սերմենք թե Իրանը եւ Ամերիկա Միացյալ Նահանգները պայմանագիր կնքեցին խաղաղության, այսինքն իմաստ չուներ արել Ադրբեջանը բայր Իսրայելը, որովհետեւ լրտեսելու բան այլևս շատ քիչ բան կմնա երևի լրտեսական ցանցերում։ Ադրբեջանը երևի փորձել որ նոր պայմաններում մեջ դեղավորվի իր նոր աբակայի Իրանը ճուզեր Ադրբեջանը անշուտ իր թեմա առնել, անոր համար ես կգարձեմ որ Ադրբեջանն ու Պակիստանն իրենց գոշ դիրքորոշումները փոխած են եւ սկսած են ավելի փորձեր մերցանալ Իրանին։ Նկատի առած որ այս հարվածները վերջ Իրանը անպայման իր կորոշումը փոխելու է ուժերու դարբերությունները փոխվելու են եւ Իրանը կարելի է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու հետ պայմանագիր ստորագրելու է։ Այդ է ես կգարձեմ Ադրբեջանի դիրքորոշումը։ Եվ Իրանը ինչ տնտեսական խնդիրներ է ունենում, հատկապես որ այդ երկրի նավթի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի վերջին հարվածների ժամանակ տուժել է նաև Թեհրանում գտնվող նավթամբարը։ Այո, որովհետև տեսեք Իսրայելի պաշտպանության նախարարն էր, դու որսի ճիշտ ասեք, ասին որ հայտարարեց որ մեր հաջորդ թիրախները դառնալու են ենթակառուցվածքները։ Իսկ ասում եք իսկապես նավթազոդարանները, որով նավթազոդարանները նավթ չկա, օտարաններ ոչ չեն նոր բարձրանալ կամ հրթիռները կամ դեղաշարժ չկա բանակի։ Եվ ասում եք արդեն բաճար կդառնա որ սոցիալական բողոքի ալիքները ավելի արագացնեն, եւ որ հոսանք չկա, ջուր չկա, նավթ չկա, ասում եք շատ արագ կընտրատառնա փողոցի վրա եւ փողոցը ավելի արագ կկրկրվի եւ պետության չսեմ ես, պետությունը զավթող է մոլլայական ռեժիմի դեմ բարձրանում։ Մենք չմոռանանք աղջիկա այդ Ամինեի հարցով ինչպեսի մեծ փողոցներ դեր ունեցան եւ ես դարեկան ամեն ինչ հնարավոր է այս բادرազմի ժամանակ։ Ես երեգոնակ հարցազրույցներին մեկու շատ ասի որ հնարավոր է օրը տեսնենք Ալի Խամինեին Բաշար Ասադի հարևանը դառնա Մոսկվայի մեջ։ Այդպիսի իրավիճակ է։
Որովհետև նույն սցենարն էր առաջին տասը ամենապածը ղեկավարները սպանվեցան Հեզբոլլահի վերջը հասավ Հասան Նասրալլահին իսկ Ալի Խամենային երևի աստեղեն տասեր քաղաքը վերջը հետ իրեն կալի դա նշանակում է երբեք չեն մոդենալ ռեֆորմիստ նախագահ Մեսուդ Պեժեշկյանին երբեք չեն մոդենալ որովհետև իրենք խնդրեմ չունին օրինակ Հասան Ռոհանիի պես նախագահ ունեին Խաթեմեի պես նախագահ ունեին որոնք ավելի բաց էին աշխարհի չփվելու միջազգային հանրության թյուրին լեզու գտնեին իսկ երբ որ եկավ Ահմեդինեջադը կամ Ռոհանին լրիվ Իրանը ավելի գոշ դիրքորոշում ունեցավ ավելի դարձավ պահպանողական ռադիկալ ես կգարձեմ որ Վերջը ռեֆորմիստները ինչ որ նվաճումներ գրանցելի են եւ միջազգային հանրությանը ցեք տարու Իրանը ոտքի կանգնեցրել են եւ Հայաստանը դրանից մի ամեն կշահին ամեն առումներով տնտեսական, քաղաքական, ապահովական առումներով ավելի կանխատեսելի գլա Իրանը Ադրբեջանը ավելի իր աշխարհական արժեքին գործունեություն է եւ որ մենք ժողովրդը ավելի կանխատեսելի Իրանի հետ գործ ունենանք Այսինքն հնարավոր է որ նաև հոգևոր առաջնորդին թիրախավորեն Հիմա չեմ ամեն ինչ հնարավոր է այսինքն բادرազմ օրենքներ չունենք ես չեմ գիտել ինչպեսի դեղեցություններ կան հոգևոր առաջնորդը երևի բախի մեջ է երեք ջամբուրգային դրամատուրգիա մեջ է ինքը որով ինքը Հասան Նասրալլահին 10 կաղեց ով պատկերացնել որ մորատ Իսրայելը Հասան Նասրալլահին գետնի 25-30 մետր խորության վրա հարված է այդպիսի զենքերով եւ շապատներ ետ միան դիագը հանեցին եւ դիագը դե պատկերացեք մեկ 15-20 ռոճ էր միան թաղումը գդարվեց Հասան Նասրալլահի ամեն ինչ հնարավոր է բادرազմ օրենքներ չունի Բայց ինչու պետք է գնա Մոսկվանա Փախի այսինքն փախուստի թիմ է Ինչու այսինքն բան մուկա որ ալևս վերջ դաբալվելու է ռեժիմը իր միակ երթալու տեղը երևի Մոսկվան է ցեմ չէ Բաշար Ասադի նման նույն ճակատագիրին գրեվի ընտալու Այսինքն հնարավոր է սցենարներից մեկը նաև իշխանափոխությունը լինի Իրանում Երևի վերջնական նպատակը այդ է արևմուտքի այսինքն ռեժիմի դաբալում եւ արդեն իշխանությունը գա այսինքն ռեֆորմիստ իշխանությունը գա պարլամենտի մեջ իրենք որոշակի ուժ ունին որոշակի մեդիատիկ ուժ ունին որոշակի տնտեսական ուժ ունին իսկ հիմնական Իրանի շարժող պոտենցիալ ուժը 60-65%-ը հեղափոխական կորպուսներու ցերկը կգտնվի անոր համար է որ Իրանը ասպիսի խեջ վիճակի մեջ է պատկերացրեք Իրանը ինչքան մեծ ծախսեր կների պրոքսի ուժերը բայելու համար Եմենի մեջ, Սիրիայի մեջ, Իրաքի մեջ, Լիբանանի մեջ հսկայական ծախսեր կներ որ պրոքսի ուժերը բայ որ այդ շիայական մենտալիտին դարածի իսկ հիմա դա չի գարտեն մեկ այդ պրոքսի ուժերը արդեն վերանալու վրա են վերջին երևի մնաց համեցեն որոշակի մասեր եւ հուսիները Այսինքն դուք կարծում եք որ թիրախում նոր նախագահ չկա, հա, իր թիմը չկա։ Գներեք նոր նախագահ եւ Նոր նախագահ եւ այդ թիմը, որ ասում եք ձևավորվել է, իրենք չկան թիրախում։ Չէ, մենք երբեք տեսանք ինչ որ մինիստր բաներն չխփած։ Հիմնական կոնկրետ թիրախներ ունեն, լավ ուսումնասիրել են սրացիների իրենց գործեր, այսինքն ավելի ամերիկացիները, անշուշտ մենք Իսրայելից ու Ամերիկա պետք է հասկանանք, լավ ուսումնասիրել են իրենք թիրախները ճիշտ են դրած են, իրենց համար կարևոր իշխանապահություն, այսինքն Իրանը ազատել է այսպիսի հենամենի բանդա ռեժիմին, պատկան է։ Եվ Մեսուդ Պեզեշյանի հետ շատ հանգիստ իրենք գնան ջամփա երթալ եւ Իրանը մեծ պոտենցիալ ունեցող երկիր է քիլական, մշակութային, տնտեսական, հսկայական պատմություն ունի այդ երկիրը, հսկայական ռեզերվներ ունի, մենք չմոռանանք աշխարհի երկրորդ ռեզերվուար ունի Իրանը գազի։ Եվ կգարձեն որ երբ որ Իրանը նորմալնա մեծ հնարավորություններ կբացին աշխարհի առջև, այսինքն գազի առումով ալտերնատիվներ են Ռուսաստանին։ Եվ ռուսական գազի արժեքը երկրորդ անգամ ինալով այսօր Սիրիան գաղթատեսելի է Բարսից ծոցի խողովակները հնարավոր է որ Սիրիայի մասին մենք չմոռանանք որ Իրան, Իրաք, դեպի Սիրիա, դեպի Թարտուս նավակից երկարաձգվող գազամուղ կա, իսլամական գազամուղ անով։ Հիմա գազամուղը դատարած է աշխատել։ Ով կպատկերացնի վաղը եթե իշխանապողություն դեղի ունենա Իրանի մեջ ավելի կանխատեսելի իշխանություն կա, անմիջապես այդ գազամուղը դսկսի աշխատելու ճանապարհը երկար չէ, Իրանին անմիջապես հասնում է Իրաք, Սիրիա եւ եվրոպական շուկաներ Հարցը այդ կոմենա մենք դիտենք Նարեկ ջան։ Այսինքն կարող ենք խոսել են մասին, որ ինչ որ փուլում նաև Իրանը կդառնա աշխարհիկ պետություն։ Բոլոր կգարձեն գետրոնացում հատ ուտյամբ։
Եվ միշտ աշխարհիկ Իրան մեզ համար շատ ավելի ծերնդու է, քան թե այսպեսի փակ ռեժիմ, դիկտատորական ռեժիմ, կոռուպցիոն ռեժիմ։ Դժվար է աշխուժ երևի Իրանը իր բաղության ամենադժվար օրերը մեկը գաբրի մենք չմոռանանք ինչպեսի 45 տարի առաջ նույն ասպաները գաբրեին Իրանի մեջ եւ նույն ուժերը որ պատկերացուք Նարեկ ջան մենք չմոռանանք Խումեյնին ինչպես 1979 իշխանության եկավ նույն ուժերը որ Խումեյնի իշխանության բերին արևմտյան ուժերը Ամերիկան, Լոնդոնը, Փարիզը եւ հիմա նույն ուժերը գտաբալեն ասպիսին է կյանքը Շնորհակալություն, պարոն Նալբանդ, հարցազրույցի ես եմ համար։ շնորհակալություն